Այդ նույն մարդը, որը այդքան խեղճ ու կրակ, այդպիսի շողոմ ժպիտներով հանդիպում է եվրոպացիներին, հետո գնում է Ռուսաստան, դրսում փորձում է սիրաշահել, ելույթներ է ունենում ուղղված Իլհամ Ալիևին, այդպիսի խնդրալից եւ այլն, հանկարծ Հայաստանի ներսում դառնում է մի հատ մոնստր, մի հատ ահուսարսափ։ Ուրեմն պատերին է տալիս նրան եկեղեցու դեմ է պատերազմ հայտարարել, քաղաքական բանտարկյալները լցրել բերդերը, միայն 4 սրբազան ունենք այս պահին նստած, հերթական անգամ մերժեցին Սամվել Կարապետյանի կալանքը փոխելու միջնորդությունը, նախորդ օրը Արցախի ներկայացուցիչությունում խուզարկություն էին անում նորից էլի ահուսարսափ տարածելու բանի նպատակով։ Մի մարդու մեջ տարբեր մարդիկ են նստած, թե դրանք իրոք նույն քաղաքականության շարունակությունն է, որը դրսևորվում է դրսում ուրիշ կերպ, ներսում ուրիշ կերպ, եւ չի հանգստանում, չի դադարում, նույնիսկ հանրային արձագանքից չի վախենում այլևս։ Մենք տեսնում ենք, չէ, ինչպես են եկեղեցու նկատմամբ արշավը ինչքան մերժման է արժանանում մեր հասարակության կողմից։